Գլուխ 20-րդ Ինձ մի սպասեցրեք, ես արժանի եմ, որ ամեն բան ստանամ անմիջապես։ Անապատային մտածելակերպ համար 5 Այնպես, որ համբերատար եղեք, եղբայրներ, ինչպես որ սպասում եք, մինչև մեր Տիրոջ գալուստը։ Տեսեք ինչպես է գյուղացին սպասելով ակնկալում իր հողի թանկարժեք բերքին։ Տեսեք ինչպես է նա շարունակում պահել իր համբերությունը, արթուն, մինչև ստանա առաջին եւ վերջին անձրևները։ Հակոբոսի 5:7 Amplified թարգմանությունից։ Անհամբերությունը հպարտության պտուղ է։ Հպարտ մարդը ոչ մի բանի չի ցանկանում սպասել։ Ինչպես արդեն խոսեցինք նախորդ գլխում, համբերությունը ոչ թե սպասելու ունակությունն է, այլ սպասելու ժամանակ ճիշտ վերաբերմունք ցուցաբերելը։ Այս խոսքում չի ասվում համբերատար եղեք, եթե սպասում եք, այլ համբերատար եղեք, ինչպես որ սպասում եք։ Սպասելը կյանքի մի մասն է։ Շատերը չեն ուզում սպասել, բայց այնուամենայնիվ մենք մեր ժամանակի մեծ մասն անցկացնում ենք սպասելու, քան ինչ-որ բան ստանալու մեջ։ Ինչ նկատի ունեմ։ Մենք աղոթում եւ հավատքով Աստծուց ինչ-որ բան ենք խնդրում, ապա սպասում ենք, թե երբ խնդրանքը կպատասխանվի։ Երբ պատասխանը ստանում ենք, լցվում ենք ուրախությամբ, քանի որ վերջապես ստացանք այն, ինչին այդքան երկար սպասում էինք։ Սակայն մարդ արարածը միշտ ձգտում է ինչ-որ նպատակի, այնպես որ մենք կրկին վերադառնում ենք աղոթքին եւ կարիքներին, խնդրելով ու աղոթելով Աստծուն մեկ ուրիշ բանի համար, հետո սպասում, թե երբ կգա հաջորդ ճեղքումը։ Մտածելով սրա մասին, ես հասկացա, որ կյանքում ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ ավելի շատ սպասելով, քան ստանալով։ Ուստի որոշեցի սովորել ուրախ լինել ոչ միայն պատասխանս ստանալու, այլ նաև դրան սպասելու ժամանակ։ Մենք պետք է սովորենք վայելել կյանքը նաև այն ժամանակ, երբ գտնվում ենք դեպի մեր նպատակը տանող ճանապարհին։ Հպարտությունը խանգարում է համբերատար սպասելուն։ Եվ հիմա զգուշացնում եմ ձեզ բոլորիդ ինձ տրված այն շնորհքով, որ դուք չգնահատեք ու չմտածեք ինքներդ ձեր մասին բարձր, քան որ կա, չունենաք չափազանց մեծ կարծիք ձեր կարևորության մասին, այլ մտածել պարկեշտ կենալ համաձայն այն հավատքի չափի, որ Աստված տվել է ձեզ։ Հռոմեացիների 12:3 Amplified թարգմանությունից։ Անհնար է վայելել սպասողական ժամանակը, եթե չգիտեք ինչպես համբերատար սպասել։ Հպարտությունը խանգարում է համբերատար սպասելուն, որովհետև հպարտ անձնավորությունն իր մասին շատ բարձր կարծիք ունի եւ մտածում է, որ ինքը երբեք ոչ մի անհանգստություն չպետք է ունենա։ Մենք չպետք է մեր մասին ունենանք ոչ վատ եւ ոչ էլ շատ լավ կարծիք։ Միանգամայն վտանգավոր է ինքներս մեզ մեծարելը եւ մարդկանց վերևից նայելը։ Մենք ամեն անգամ անհամբերություն ենք ցուցաբերում, երբ մեկն իրեն այնպես չի դրսևորում կամ այնքան էլ արագ չի կատարում գործը, ինչպես մենք կցանկանայինք։ Համեստ անձնավորությունը երբեք անհամբեր վերաբերմունք չի ցուցաբերի Աստծո եւ մարդկանց նկատմամբ։ Իրատես եղեք։ Աշխարհում դուք ունեք տառապանք, փորձություններ ու կսկիծ եւ վրդովմունք, բայց ուրախ եղեք։ Եղեք համարձակ, վստահ, հաստատուն, անվախ։ Ես հաղթել եմ աշխարհին։ Ես մերկացրի ձեզ վիրավորելու նրա ուժը եւ պարտության մատնեցի նրան ձեզ համար։ Հովհաննեսի 16:33 Amplified թարգմանությունից։ Սատանան փորձում է գրավել մեր միտքը, պահելով մեզ անհամբերության մեջ եւ ստիպում, որ լինենք գաղափարախոսներ, այսինքն կորցնենք կյանքի հանդեպ մեր իրատեսական հայացքներն ու տրվենք գաղափարներին։ Եթե մեր ուղեղում այն գաղափարն է, որ մեր կյանքում պետք է բոլոր պայմաններն ու փոխհարաբերությունները միշտ կատարյալ լինեն, չլինի ոչ մի թերություն, ոչ մի խոչընդոտ, ոչ մի տհաճ անձնավորություն, ում հետ պետք է ստիպված լինենք գործ ունենալ, ապա այս ամենով իսկ մենք ստեղծում ենք մեր պարտության բոլոր նախադրյալները։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ Սատանան է ստեղծում այդ բոլոր նախադրյալները մեզ պարտության մատնելու համար։ Ես կոչ չեմ անում ձեզ լինել վատատես, քանի որ ինքս այն հավատացյալներից եմ, ովքեր գերադասում են դրական վերաբերմունքն ու մտքերը, բայց ես հորդորում եմ ձեզ լինել իրատես, հասկանալու համար այն փաստը, որ այս կյանքում կատարյալ բաները շատ քիչ են։ Մեր ծառայության վաղ տարիներին ամուսինս եւ ես գրեթե ամեն շաբաթ եւ կիրակի ուղևորությունների էինք մեկնում, տարբեր քաղաքներում սեմինարներ անցկացնելու համար։ Ծառայությունների համար շատ հաճախ վարձակալում էինք հյուրանոցային սրահները կամ մշակութային կենտրոնների դահլիճները։ Սկզբում ես ամեն անգամ տխրում էի, երբ այդ վայրերում ինչ-որ բան իմ ուզածով չէր դասավորվում։ Օրինակ, օտորակման սարքերը լավ չէին աշխատում, իսկ երբեմն ընդհանրապես չէին աշխատում։ Սրահը բավականաչափ լուսավորություն չուներ նկարահանումների համար։
Աթոռները կեղտոտ էին կամ այնպես պատրված, որ ողջ պարունակությունը դուրս էր թափվում, կամ էլ նախորդ օրվա հարսանյաց տորթի մնացորդները դեռևս ցրված էին հատակով մեկ։ Ես մտածում էի, որ մենք բավականին գումար ենք տալիս այդ սրահների վարձակալության համար, այն հույսով, որ դրանք կլինեն լավ վիճակում։ Այդ պատճառով էլ նյարդայնանում էի, երբ դա այդպես չէր լինում։ Մենք անում էինք ամեն բան, որպեսզի մեր վարձակալած սրահները լինեին հարմարավետ ու մաքուր, սակայն դրանց 75%-ը մեր հույսերը չէին արդարացնում։ Լինում էին ժամանակներ, երբ հյուրանոցը մեր խմբին խոստանում էր արագ գրանցում, սակայն տեղ հասնելուն պես ստիպված էինք լինում սպասել մի քանի ժամ, մինչև սենյակներն ազատվեին։ Մեր ծառայությունների ժամերի մասին հյուրանոցի անձնակազմը մարդկանց տալիս էր սխալ տեղեկություններ, չնայած այն հանգամանքին, որ մենք բազմիցս նրանց ասել էինք բոլոր տվյալները, նույնիսկ նախապես ուղարկել էինք տպված օրինակը, որտեղ գրված էին եղել հստակ օրերն ու ժամերը։ Մեզ շատ հաճախ էին հանդիպում կոպիտ ու ծույլ հյուրանոցային աշխատողներ։ Շատ անգամներ է պատահել, որ ճաշը չի համապատասխանել պատվերին։ Հիշում եմ մի դեպք, երբ մեր սեմինարի մասնակից քրիստոնյա կանանց, ովքեր մոտավորապես 800 հոգի էին, մատուցվեց դեսերտ ռոմով պատված։ Խոհանոցում շփոթել էին պատվերներն ու մեզ մատուցել այն, ինչը պատրաստված էր հարսանյաց ճաշկերույթի համար։ Ավելորդ է ասել, թե որքան անհարմար զգացինք մեզ, երբ կանայք ասացին, որ դեսերտից այնպիսի համ է գալիս, կարծես ալկոհոլային եփուկ լինի։ Ես կարող եմ շարունակել նման դեպքերի ցանկը, սակայն այս ամենի իմաստն այն է, որ մեզ շատ հազվադեպ է հաջողվել վարձակալել կատարյալ ու անթերի տարածքներ, գործ ունենալ կատարյալ մարդկանց հետ եւ կատարյալ ձևով անցկացնել մեր սեմինարները։ Ի վերջո ես ստիպված եղա հասկանալ, որ այդ իրավիճակներում անհամբեր ու վատ վարվելուց պատճառներից մեկն այն էր, որ ես իդեալիստ էի եւ ոչ թե իրատես։ Ես չեմ պլանավորում իմ անհաջողությունները, այլ հիշում եմ Հիսուսի խոսքերը, որ այս աշխարհում մենք գործ կունենանք տառապանքի, փորձությունների, կսկիծի ու վրդովմունքի հետ։ Այս ամենը երկրի վրա գոյություն ունեցող կյանքի մի մասն են, ինչպես հավատացյալների, այնպես էլ անհավատների համար։ Սակայն այս աշխարհում կատարվող ոչ մի անհաջողություն չի կարող վնաս հասցնել մեզ, եթե մենք մնանք Աստծո սիրո մեջ, դրսևորելով Սուրբ Հոգու պտուղները։ Իգիտություն։ Մենք դեռևս շարունակում ենք մեր ծառայողական ուղևորությունները եւ արդեն 25 տարի է շատ վայրերում ունենում ենք անհարմարություններ եւ անհաջողություններ։ Վերջին 2 կոնֆերանսների ժամանակ երեկոյան հավաքույթից հյուրանոցային սենյակներ վերադառնալիս մեր բանալիները չբացեցին դռները։ Ես դեռ չեմ հասկացել, թե ինչու է հյուրանոցի համակարգչային համակարգը բանալիները փոխում այն ժամանակ, երբ սենյակը դեռ ազատված չէ։ Բայց դա հաճախ է տեղի ունենում։ Մենք սպասում ենք միջանցքում, մինչև ինչ-որ մեկը գնում է ընդունարանի գրասեղանից ստանալու նոր բանալիները, եւ իհարկե այնտեղ նրանք միշտ ներողություն են խնդրում պատճառած անհարմարավետության համար։ Մենք հիմա շատ չենք տխրում մեր ոչ կատարյալ ճամփորդություններից, որովհետև գիտենք մի փաստ, որ դա մեր ամենօրյա կյանքի մի մասն է։ Մեր գործը չէ հանգամանքների վերահսկումը, այլ դրանց նկատմամբ աստվածային վերաբերմունք ցուցաբերելը։ Համբերությունը դիմակայելու զորություն է տալիս։ Ուրեմն հագեք ինչպես Աստծո սեփական ընտրյալներ, նրա սեփական ընտրված ներկայացուցիչներ, ովքեր զտված, սուրբ եւ բավականին սիրված են, ունեն Աստծուց տրված վարք, փափկասիրտ խիղճ, ողորմածություն, համեստ կարծիք, քնքշություն, համբերություն, ինչն անխոնջ է ու երկարատև չարչարանքներին դիմացող, եւ զորավոր է ուրախությամբ դիմակայելու այն ամենին, ինչ գալիս է։ Կողոսացիների 3:12 Amplified թարգմանությունից։ Ես հաճախ եմ անդրադառնում այս խոսքին, ինձ հիշեցնելու համար, թե ինչպիսի վարք պետք է դրսևորեմ ցանկացած իրավիճակում։ Ես հիշեցնում եմ ինձ, որ համբերությունը ոչ թե սпасելու ունակությունն է, այլ սпасելու ժամանակ ճիշտ վերաբերմունք ցուցաբերելու ունակությունը։ Համբերությունը ծնվում է փորձությունների ժամանակ։ Բոլորովին ուրախություն համարեք, եղբայրներ, երբ կերպ փորձանքների կամ տարբեր տեսակի գայթակղությունների մեջ ընկնեք։ Հաստատ իմացեք եւ հասկացեք, որ փորձությունն ու ձեր հավատքի փորձառությունը ծնում են տոկունություն, կայունություն եւ համբերություն, բայց թող տոկունությունը, կայունությունն ու համբերությունը կատարյալ գործ ունենան, որպեսզի դուք լինեք կատարյալ մարդիկ եւ ամբողջովին զարգանաք առանց որևէ թերությունների եւ ոչ մի բանի պակասություն չունենաք։ Հակոբոսի 1:2-4 խոսքեր Amplified թարգմանությունից։ Համբերությունը հոգու պտուղ է։ Այս մասին կարող ես կարդալ Գաղատացիների 5:22-ում, որը դրված է յուրաքանչյուր վերստին ծնված մարդու հոգում։ Աստծո համար շատ կարևոր է, որպեսզի իր ժողովուրդը համբերություն ցուցաբերի կյանքում։
Տերը ցանկանում է, որ մարդիկ իր զավակների մեջ իր բնավորությունը տեսնեն։ Հակոբոսի առաջին գլխում ասվում է, որ երբ հասնենք կատարելության, մենք ոչ մի բանի պակասություն չենք ունենա։ Սատանան չի կարող վերահսկել համբերությամբ լցված անձնավորությանը։ Նույն գլխում նաև նշվում է, որ մենք պետք է ուրախ լինենք, երբ հայտնվում ենք դժվարին իրավիճակներում, իմանալով, որ Աստված մեզանում համբերություն է ձևավորում այն եղանակով, ինչը Քինգ Ջեյմսի թարգմանությունն անվանում է զանազան փորձություններ։ Սեփական փորձից հասկացա, որ զանազան փորձություններն ի վերջո ինձանում զարգացրին համբերություն, սակայն նախևառաջ այդ փորձությունների ժամանակ ջրի երես էին դուրս գալիս այնպիսի անբարեպաշտ հատկանիշներ, ինչպիսիք էին հպարտությունը, զայրույթը, ապստամբությունը, ինքնախղճահարությունը, դժգոհությունն ու սրանց նման այլ բաներ։ Թվում էր, թե ուղղակի ստիպված էի այս ամենին հանդիպել եւ դրանց հարցերը պարզել նախքան համբերության պտղի ձևավորվելը։ Փորձություն թե անհարմարավետություն։ Հովր լեռից շարժվելով դեպի Կարմիր ծովը տանող ճանապարհով նրանք շրջանցեցին Եդովմը։ Մարդիկ սկսեցին կորցնել իրենց համբերությունը, ընկճվեցին, հուսահատվեցին ճանապարհի փորձությունների պատճառով։ Թվոց 21:4 Amplified թարգմանությունից։ Եթե հիշում եք, համբերություն չունենալն անապատային մտածելակերպերից մեկն էր, որի պատճառով իսրայելցիները 40 տարի թափառեցին անապատում։ Արդյոք նրանց հանդիպած փորձություններն այդքան սարսափելի էին, թե իրենք էին չհարմարվող։ Վստահ եմ, որ շատերի մոտ ամեն բան ավելի դժվար է եղել, քան մյուսների, բայց շատ հաճախ մենք տրտնջում ենք այնպիսի բաներից, որ հասուն մարդը դրանց ոչ մի ուշադրություն չի դարձնի։ Ինչպես կարող էին այս մարդիկ խոստմունքի երկիր մտնել, քշել այդ տարածքներում բնակվողներին եւ լիովին տիրել երկիրը, եթե նրանք նույնիսկ համբերություն չունեին եւ չէին դիմանում չնչին անհարմարավետություններին։ Ես կոչ եմ անում ձեզ սերտորեն աշխատել Սուրբ Հոգու հետ, որպեսզի նա ձեզանում զարգացնի համբերության պտուղը։ Որքան դիմադրեք նրան, այնքան ձեր վերափոխման գործընթացը կերկարի։ Սովորեք համբերատար լինել, երբ անցնում եք տարբեր փորձություններով եւ կտեսնեք, որ ձեր կյանքը ձեռք է բերում մի նոր որակ։ Դուք ոչ միայն կդիմանաք այս կյանքում, այլ նաև կվայելեք այն։ Համբերության եւ տոկունության կարեւորությունը։ Որովհետև դուք կարիք ունեք հաստատուն համբերության եւ տոկունության, որպեսզի լիովին կարողանաք իրագործել Աստծո կամքը եւ դա անելով ստանաք եւ ունենաք եւ վայելեք առատապես այն, ինչ խոստացված է Եբրայեցիների 10:36 Amplified թարգմանությունից։ Այս խոսքում ասվում է, որ առանց համբերության եւ տոկունության մենք չենք կարողանա ստանալ Աստծո խոստումները, եւ Եբրայեցիների 6:12-ում ասվում է, որ խոստումները կկարողանանք ժառանգել միայն հավատքով ու համբերությամբ, Քինգ Ջեյմսի թարգմանությունից։ Հպարտ մարդը վստահում է իր կարողությանը եւ փորձում իր ծրագրերն իրականացնել իրեն հարմար ժամանակին։ Հպարտն ասում է. «Ես պատրաստ եմ հիմա»։ Խոնարհն ասում է. «Աստված ավելի լավ գիտի եւ նա չի ուշանա»։ Խոնարհ մարդը սպասում է համբերատար կերպով։ Նա լցված է Աստծո երկյուղով եւ նույնիսկ չի էլ մտածում, որ ինքը մի բան կարող է ինքնուրույն անել։ Իսկ հպարտ մարդը փորձում է ինչ որ բան անել մեկը մյուսի ետևից եւ բոլորն ապարդյուն։ Միշտ չէ, որ ուղիղ ճանապարհը դեպի նպատակը տանող ամենակարճ հեռավորությունն է։ Կա ճանապարհ, որ ուղիղ է մարդու առջև, բայց նրա վախճանը մահվան ճանապարհներ են։ Առակաց 16:25։ Մենք պետք է հասկանանք, որ հոգևոր աշխարհում միշտ չէ, որ ուղիղ ճանապարհն ամենակարճ հեռավորությունն է մեր եւ այն սահմանված տեղի միջև, ուր պատրաստվում ենք գնալ։ Դա թերևս կարող է ամենակարճ հեռավորությունը լինել դեպի ոչնչացում։ Մենք պետք է սովորենք համբերել եւ սպասել Տիրոջը, նույնիսկ եթե թվում է, որ նա մեզ տանում է շրջանցիկ ուղիով դեպի մեր նպատակակետը։ Աշխարհը լի է դժբախտ քրիստոնյաներով, որովհետեւ նրանք ամեն կերպ փորձել են ինչ որ բան անել, փոխարենը որ համբերատար սպասեին, մինչև Աստված կաներ դա իր ձևով եւ որոշված ժամանակին։ Երբ դուք փորձում եք սպասել Աստծուն, Սատանան կհարձակվի ձեր մտքի վրա, պահանջելով, որ դուք սկսեք ինչ որ բան անել։ Նա ցանկանում է դրդել ձեզ, որ վարվեք ըստ մարմնի, որովհետև գիտի, որ մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այս մասին կարող ես կարդալ Հովհաննեսի 6:64-ում եւ Հռոմեացիների 13:14-ում։ Ինչպես արդեն տեսանք, անհամբերությունը հպարտության նշան է, եւ հպարտության միակ հակաթույնը խոնարհությունն է։ Խոնարհեցրեք ինքներդ ձեզ եւ սպասեք Տիրոջը։ Հետևաբար խոնարհեցրեք ինքներդ ձեզ, իջեցնելով, ցածրացնելով ինքներդ ձեզ ձեր գնահատման մեջ, ամենակարող Աստծո ձեռքի տակ,
որ ճիշտ ժամանակին նա ձեզ բարձրացնի։ Պետրոսի առաջին թուղթ 5:6 խոսք, Amplified թարգմանությունից։ Հոնարեցրեք ինքներդ ձեզ արտահայտությունը չի նշանակում, որ մենք պետք է սկսենք մեր մասին վատը մտածել։ Դա պարզապես նշանակում է մի կարծեք, որ դուք կարող եք ձեր բոլոր խնդիրները լուծել ինքնուրույն։ Հպարտորեն ամեն բան մեր ձեռքը վերցնելու փոխարեն մենք պետք է սովորենք ինքներս մեզ խոնարեցնել ամենակարող Աստծո ձեռքի տակ, քանի որ ճիշտ ժամանակին նա կբարձրացնի մեզ։ Երբ մենք սպասում ենք Աստծուն եւ հրաժարվում ենք վարվել մարմնի համաձայն, դրանով մենք սպանում ենք մեր եսը։ Մենք սկսում ենք մահանալ մեր ցանկությունների համար եւ կենթանանում ենք Աստծո կամքի համար։ Մենք միշտ պետք է հնազանդորեն կատարենք այն, ինչ Աստված պատվիրում է մեզ։ Դրա հետ մեկտեղ ունենալով Աստծո երկյուղը մարմնի համաձայն չվարվելու համար։ Հիշեք, անհամբերության արմատը հպարտությունն է։ Հպարտ մարդն ասում է. «Ինձ մի սպասեցրեք, ես արժանի եմ, որ ամեն բան ստանամ անմիջապես»։ Երբ գայթակղություն եք զգում ձեր համբերությունը կորցնելու հարցում, խորհուրդ եմ տալիս ասել հետևյալ բառերը. Տեր, ես ցանկանում եմ քո կամքը եւ քո ժամանակը։ Ես չեմ ցանկանում քեզնից առաջ ընկնել եւ չեմ էլ ցանկանում ուշանալ քեզնից։ Հայր, օգնիր ինձ, որ համբերատար կերպով սպասեմ քեզ։